զգացնում, որ անտեսում եք պետական գնումներում շահերի բախման ռիսկերը, մանրամասն ինչի մասին է խոսքը, Ֆարմացիա ընկերության մասին է խոսքը, որի սեփականատերերից մեկը ձեր մայրիկն է, Մարտուշ Վարդանյանը, ներողություն, խնդրում եմ բացատրել այս մասով որևէ տվյալ հայտարարել եք օրինակ կայունարները կնքելուց առաջ, որ ձեր մայրը այդ ընկերության բարինետեր է համարվում եւ որ թե կանխարգելման հանձնաժողովին արդյոք դիմել եք, որ բացառեք շահերի բախումը։ Ուրեմն Նարֆարմացիա ընկերությունը 1993 թվականից մասնակցել է պետական մրցույթներին եւ երբ որ ես նշանակվեցի փոխնախարար, այնուհետև նախարար, մեր հարգելի գործընկերները, հետքի եւ այլ կազմակերպություններ մանրամասն ուսումնասիրեցին արդյոք գնումների մասնակցության արդյունքում աճել է մասնաբաժինը այս ընկերության կամ որևէ այլ ձևով փոփոխվել է նրա դիրքը պետական գնումների շրջանակներում եւ այս անկախ փորձաքննական աշխատանքները ըստ էության փաստեցին, որ ոչ, հաջորդիվել նախ նշեմ, որ ուրեմն այս ընկերությունը եւ մնացած ընկերությունները առողջապահության նախարարության մրցութային գործընթացներին հավասար կերպով մասնակցում են։ Մենք որևէ դեղորայքի ձեռքբերման առումով եւ բժշկական նշանակության ապրանքների ուղիղ գնում երբևէ չենք իրականացնում եւ կարող եք շարունակել ձեր փորձաքննական եւ նաեւ այլ մարմինների միջոցով պարզել բոլոր նրբություններն ու հանգամանքները, որևէ շահերի բախում չկա ու չի կարող լինել, ես թափանցիկ կերպով հենց սկզբից իմ նշանակումից, այո, այս մասին հայտարարել եմ եւ ներկայացրել եմ, եւ ես դուք խոսում եք թիրախավորման, շատ դեպքերում նաեւ հենց դուք եք ձեր թերթն թիրախավորում, անհարկի դեպքերի մասով, եւ շատ տեսել զավեշտա, երբ որ թիրախավորումից հետո էլ ասում եմ ձեզ հաճախ թիրախավորում են, այսօր էլ եք մի հատ հոդված նշել, կուզեի պատասխանել։ Այո։ Այսօր էլ ինչ-որ մութ բան է, կետեր եք գտել իմ կենսագրության մեջ եւ շնորհակալ եմ, որ առիթ եք տալիս նաեւ խոսելու իմ կրթական ճանապարհի մասին, որովհետեւ այլ պարագայում հարմար չէի գտնի այս մասին խոսելու։ Կասկածելի եք համարել, որ ես միաժամանակ սովորել եմ եւ ավարտել եմ թե պետական համալսարանը, թե ամերիկյան համալսարանը, այո, երկու համալսարաններում միաժամանակ մագիստրատուրան սովորել եմ, այդ ընթացքում էլ երեխա եմ ունեցել, հավելյալ, էդ էլ ասեմ, որ դա էլ հասցրել եմ անել, Երևանի պետական համալսարանի բակալավրը ավարտել եմ գերազանցության դիպլոմով, եւ չի կարող մագիստրատուրա սովորել, եթե բակալավրի դիպլոմ չունենայի, էդ էլ չեմ հասկանում, թե ինչն է ձեզ համար մութ։ Մագիստրատուրան կարմիր դիպլոմ չի լինում, կարծեմ այդպես չեմ հիշում, բայց էլի գերազանցությամբ եմ ավարտել, ամերիկյան համալսարանի LLM ծրագիրն եմ ավարտել, եւս շատ բարձր GPA-ով, այնպես որ հաջորդիվել բոլոր կրթական հնարավորությունները օգտագործել եմ իմ իրավաբանական այն ժամանակ, թե առաջնորդական եւ նաեւ այլ հմտությունները զարգացնելու եւ մշտապես մի քանի ծրագրերում ընդգրկված եմ եղել, աշխատել, սովորել, երեխա ունենալ, դաստիարակել, երևի թե անհավատալի է, բայց այդպես է։ Տիկին Ավանեսյան, պարզապես երբ որ մենք հարցնում ենք առողջապահության նախարարությունից, հարցնենք դժվար է այսքան էլ պատասխաններ առնել։ Գիտեք, ինձ համար վիրավորական է այդ հարցմանը պատասխանել, եթե դուք հարցնում եք, չէ, ես նորից եմ կրկնում, ես ձեզ չեմ պատասխանում, ես հանրությանն եմ պատասխանում, որովհետև ձեր մոլորեցումներն ու, չգիտեմ, սև կատու փնտրելու անհագ ցանկությունը մարդկանց մոտ հարցեր առաջացնում եւ ես էլ կպատասխանեցի իրենց։ Նորից եմ կրկնում, ծիծաղելի է, երբ որ դուք հարց եք տալիս, թե ինչպես եք սովորել մագիստրատուրայում եւ բակալավրը չեք նշել։ Չեմ հասկանում այդ հարցի, ինչ պատասխանեմ։ Կա արդյոք դեպք, երբ որ պետական համալսարանի մագիստրատուրա ընդունվել է մի մարդ, ով բակալավրում չի սովորել։ Հարցը ինչու՞ն է եղել։